ծառերը վերև կաճին կողքի աճելու փոխարեն։ Ինչի ես 2 մետր բարձրությունից քննիմ ու ջարտուղորդ կյանիմ, բայց սամալյոտները սարեց էլ վերև կենին ու չեն ընգնի ջարտի։ Ինչի պապան 10-ի չի երստա ու լիքը փող կաշխատի, բայց ես սա օրը տանջվիմ գա ու ունձի փող տվող չկա։ Ծանոթացեք, սա 7-ամյանն էլի իմ խելայեղ մտքերն էին, երբ շրջապատում նոր բաներ էի բացահայտում։ Բարև ձեզ։ Այսօրվա իմ պատմությունը կոմֆորտ զոնայի, կոմֆորտ զոնան ընդլայնելու կարևորության, կոմֆորտ զոնայի վրա ազդող գործոնների և ամենակարևորը մեծահասակների մեզ վրա ունեցած ազդեցության մասին է, երբ փորձում ենք ընդլայնել կոմֆորտ զոնան։ Նախ, ինչ է կոմֆորտ զոնան։ Իմ կարծիքով կոմֆորտ զոնան այն հարմարավետ ու անվտանգ տարածքն է, որտեղ մենք մեզ ապահով ենք զգում։ Կոմֆորտ զոնայում մենք ենք մեր ընկերների, հմտությունների, փորձառության ու գիտելիքների հետ։ Այդ դեպքում ինչու է կարևոր ընդլայնել կոմֆորտ զոնան, եթե այնտեղ անվտանգ է, հարմարավետ ու ապահով։ Պատասխանը շատ պարզ է։ Քանի որ ինչ-որ մի փուլում մեր կոմֆորտ զոնայի ներսում գտնվող ընկերներին, գիտելիքներն ու փորձառությունը մենք ձեռք ենք բերել մեզ նեղություն տալով, կոմֆորտ զոնայից դուրս գալով և նոր բաներ փորձարկելով։ Իսկ այժմ թույլ տվեք իմ այս պատմությունը համեմեմ կյանքիս տարբեր փուլերում ունեցած փոքրիկ փորձառություններով։ Այդ փորձառությունները ես անվանում եմ շաքարներ։ Ճիշտ է, հիմա այստեղ շատերը կասեն ինչ շաքար սոված մեռանք, բայց ինչ են որ իմ ելույթն էլ հմիենք է։ Ուրեմն եկեք իմ պատմությունների շարքը սկսենք 7 տարեկանում խոտերով թավալվելու և 18 տարեկանում ինժեներական ոլորտում ինքնադրսևորվելու փորձերով։ Բայց մինչև այդ նկարին էլ անդրադառնանք, թե ես ինչ խառը են այստեղ։ Ուրեմն նկարի կենտրոնում պատկերված կլորողակը դա իմ կոմֆորտ զոնան է, այն տարածքը, որտեղ ես ինձ հարմարավետ ու ապահով եմ զգում։ Իսկ կոմֆորտ զոնային շրջապատողները դրանք այն գործոններ են, որոնք տարբեր փուլերում ինձ վրա տարբեր ազդեցություններ են ունեցել։ Այո։ Իսկ հիմա 7 տարեկան Նելիի մասին։ 7 տարեկանում ես բացի հետաքրքիր հարցեր տալուց ունեի ևս մեկ շատ հետաքրքիր զբաղմունք։ Դա խոտերի մեջ թավալվելը, հարմար դիրքավորվելն ու չսիրածս հարևաններին սեփական զենքով կրակելն էր։ Այո։ Այս տարիքում էր, որ առաջին անգամ հանդիպեցի իմ վախերից մեկին։ Ես շատ հաճախ խուսափում էի նոր խոտերի մեջ թաքնվել, որովհետև դրանց արանքում կարող էին օձեր լինել։ Եվ այս տարիքում էր, որ առաջին անգամ սովորեցի վառելափայտերը կոտրատել ու դասավորել այնպես, որ հետո վառարանում տեղավորվի։ Եվ այսպես չարաճճություններ անելով մեծացա ու դարձա 14 տարեկան։ 14 տարեկանում ես որոշում կայացրի։ Պիտի դադարեցնեմ հարևաններից վրա կրակել, բայց ես կրակն ընկա, որովհետև սկսեցի ինքս ինձ վրա փորձարկումներ անել։ Այս տարիքում էր, որ թումորը հաճախելու համար սկսեցի օգտվել հասարակական տրանսպորտից ու սկսեցի տարբերակել գյուղի ու քաղաքի առավելությունները։ Այս տարիքում էր, որ միացա նոր միջավայրերի, էնել ինչ միջավայրերի, միացա մեմին ու մեմի թիմերին, և թումոյի միջոցով սկսեցի համակարգիչներ միացնել անջատել սովորել, Problem solving-ի միջոցով սովորեցի թիմային աշխատանք, ժամանցի բաժնի միջոցով սովորեցի նոր մարդկանց հետ ծանոթանալ ու համագործակցել, առաջադրանքների թիմի միջոցով 0-ից համակարգ կառուցել ու հաջողել, իսկ ոմայի միջոցով էլ սովորեցի ավելի լավ զենքից օգտվել։ Թվում էր, թե պասիվացրել է իմ զենքեր պատրաստելու ու փորձարկելու գործընթացը, մինչև մեմի ընկերներիցս մեկը ծանոթացրեց նոր կառույցի, միտի հետ։ Կառույց, որը ինձ հնարավորություն էր տալիս իմ նախկին հետաքրքրության մեջ ավելի խորանալու ու իմ փորձարկումների շրջանակը ավելի լայնացնելու։ Կառույց, որը հնարավորություն էր տալու ինձ շինարարական ամենատարբեր գործիքներից մինչև ամենաարդի թռչող սարքերի հետ ծանոթանալ։ Ամենահետաքրքիրը գիտեք որն էր, որ հիմա իմ զենքերը նաև կարողանալու էին թռչել։ Այստեղ էր, որ ես հանդիպեցի շատ դժվարությունների և թիմերում աշխատանքի ընթացքում փորձարկումներ կատարելուց ես հասկացա, որ իմ փորձարկումների հետևանքները կարող են ոչ միայն ես եմ, այլ նաև իմ թիմակիցները։ Ու թվում էր, թե պիտի դադարեցնեի փորձարկումները, բայց ոչ, շարունակեցինք։ Եվ միտում էլ կամավորական աշխատանքներ իրականացնելու ու նախկին կամավորական փորձը միավորելու շնորհիվ ես կարողացա անցնել 17 տարեկանում աշխատանքի։
էլի աշխատելով, սովորելով ու զարգանալով ու այս նոր հետաքրքրությունը փորձելով հասա մի կետի, երբ պետք էր նորից որոշում կայացնել։ Կյանքիս ամենակարևոր փուլերից մեկում, երբ արդեն դպրոցն էի ավարտում, ես որոշեցի, որ պիտի չդադարեցնեմ իմ վրա փորձարկումները եւ պիտի հետաձգեմ համալսարան ընդունվելու գործընթացը։ Բայց թվում է, թե այս պատմությունները գեղեցիկ ներկայացված պատմություններ են, բայց իրենց ներսում իրենցից 10 անգամ չափերով մեծ խնդիրներ են պարունակում։ Այդ բոլոր խնդիրները ես փորձել եմ միավորել ներկայացնել այս գործոնների տեսքով։ Երբ ես վախենում էի օձերից, երբ կամավորական պիկ շրջանն էր, դպրոցի դասերս չէի հասցնում, վայ, խնդիրներ, թիմեր, վայ, ես քայլի ինչ ղենեմ, որ ես մյուս թիմագիցը կա, վայ, դպրոցը ցածր գնահատական ստացա, եկավ պապան։ Ու բացատրեց, որ դպրոցում ցածր գնահատական ստանալը սարսափելի չէ, իսկ օձերն էլ շիրակում վտանգավոր չեն։ Ուրեմն կարելի է շարունակել փորձարկումները։ Երբ թիմի հանդամների հանդեպ պատասխանատվություն էի կրում եւ փորձում էի ռիսկի չդիմել, որ մյուսներն էլ չտուժեն, մի մենթորներից մեկը ուղղորդեց ու բացատրեց, որ իրականում կարելի է մյուս թիմակիցներին էլ սովորեցնել փորձարկումներ անել եւ արդեն բոլոր թիմի անդամներով էինք սկսում փորձարկումներ անել։ Երբ ասել էին կետին, երբ պիտի համալսարան չընդունվելու որոշում կայացնեի, ու եկավ ուղեղը թողես ինչով ես զբաղվել, ես ինչ քայլ կենես, բա աղջիկը այդ մասնագիտությունը կընտրե, բա թերուս մնաս, այդ ժամանակ օգնության հասավ միտի ամենալավ ուսուցիչներից մեկը ու օգնեց հաղթարել սոցիալական ճնշումները։ Պարզապես երբ սկսում էի լացնել, գալիս ու գրկում էր։ Հետո երբ սկսում էի լացնելով ինչ-որ արտահայտություններ անել, չնայած որ համաձայն չէր կամ չէր ընդունում են արտահայտությունները, որոնք անում էին դեպի մեծերը, էլի լսում էր ու հոգեբանական աջակցություններ ցույց տալիս։ Եվ այս բոլոր իմ ներկայացրած պատմությունները եւ փորձառությունները չէին հաջողվի, եթե իմ կողքին չլինեին այս մեծերը, ճնշող մեծերի կողքին ուղղորդող մեծերը։ Սիրելի մեծեր, ձեզ կուզենամ ասել, որ մեզ երիտասարդներից հետ շփվելու համար հատուկ մեթոդներ պետք չեն։ Պարզապես պետք է անկեղծ լինել, մտքում պահել այս գործոնները եւ փորձեք խոչընդոտել այս գործոնների մեզ վրա ազդեցությունը կամ թուլացնել դրանց ազդեցությունը, վատ ազդեցությունը։ Խրախուսեք մեր հետաքրքրասիրությունը եւ առաջնորդեք մեր տեղը գործ անելու փոխարեն։ Ուղղորդեք ու աջակցեք բարկանալու փոխարեն։ Մնացածը մենք կանենք։ Եվ սիրելի երիտասարդներ, կուզենամ ձեզ ասել, որ քանի դեռ փոքր ենք ու մեր սխալներն էլ վախենալու չեն, ավելի ճիշտ մահացու չեն։ Կարելի է փորձարկել, բավարարել մեր հետաքրքրասիրությունը, որ հետո մեծանալուց չփոշմանենք, որ փոքր ժամանակ չարաճշիություններ չենք արել ու փորձ չենք հավաքել։ Կարճ ասած, սիրելի մեծեր, ուղղորդելով մեզ պատրաստեք այն կետին, որ կարողանանք ինքնուրույն հաղթահարել կյանքի մեծ ու անորոշ խնդիրները ու անորոշության հետ խաղանենք։ Երիտասարդներ, դուք էլ մի վախեցեք փորձարկումներ անել ու ձեր կյանքի տարբեր փուլերում ընկերներին սովորեցնել իրենք էլ փորձարկումներ անեն։ Եվ փորձարկումներ անելով, հետաքրքրասիրության հետևից գնալով, ճեղքեք կոմֆորտ զոնան, նոր բաներ սովորեք եւ բավարարեք ձեր հետաքրքրասիրությունը։ Այսքանը։ Շնորհակալ եմ։